Ողջունում եմ բոլորին, ես Լիլիթն եմ Մանվելյան, մասնագիտությամբ լոգոպեդ։ Այսօր ինձ հյուր է եկել Լիան։ Ողջույն Լիա, ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Պատրաստ ես ինձ օգնել։ Այո։ Լոգոպեդական պարապմունքների ընթացքում մենք հաճախ կիրառում ենք լոգոպեդական հեքիաթներ։ Այսօր մենք մի հեքիաթ կպատմենք ձեզ, սիրելի հեռուստադիտող։ Դու նստիր հարմարավետ եւ կրկնիր մեզ հետ։ Լինում է, չի լինում, մի մարդուկ է լինում։ Մարդուկն ունենում է այսպիսի տեսք։ Ինչի նման է Լիա։ Լեզվի։ Կեցես, այո։ Լեզվի նման է։ Լինում է, չի լինում, մի լեզու է լինում։ Լեզուն որտեղ է ապրում։ Բերանիջ։ Այո, բերանում է ապրում։ Հիմա նայում եք եւ կրկնում ինձ եւ Լիային։ Մեր լեզուն երկար ժամանակ քնած է լինում։ Փորձում ենք քնել, փակում ենք աչուկները, շնչում ենք, արտաշնչում։ Մի օր մեր լեզուն արթնանում է, իսկ մենք ինչպես ենք արթնանում։ Ահա, արթնանում ենք, ձգվում, բացում ենք բերանը, լեզուն հանում ենք դուրս։ Բացում ենք բերանը, ահա, լեզուն հանում ենք դուրս, փորձում ենք պահել։ Լեզուն դուրս է գալիս, բարձրանում է վերև, ձգվում է, ներքև, աջ, ձախ, գնում է ներս, լեզուն տանում ենք ներս, փակում ենք բերանը, շրթունքները թողնում ենք հանգիստ, ահա, մեր լեզուն շատ էր սիրում մարզվել, մեր լեզուն դուրս է գալիս դուրս, ձգվում է, չէ, ուղիղ պահում ենք լեզուն, ահա, ձգվում է, դու էլ պահիր լեզուն, պահիր, մի իջեցրու, փորձիր պահել այ այսպես, ահա, պահիր, պահիր, այնուհետև, նայում է աջ, էլի ձգվում, հետո ձախ, ահա, և որոշում է գնալ զբոսնելու, վերցնում է փոքրիկ կրյա, նստում է կրյայի վրա և դանդաղ քայլերով գնում, հիմա փորձենք լեզուն ատամիկներով կծելով, այսպես, բերենք առաջ, ահա, գնացինք, Եվ այսպես դանդաղ գնում է և հանկարծ տեսնում է ճոճանակ, որոշում է նստել ճոճանակը և ճոճվել, հիմա փորձենք միասին կրկնել, բացում ենք բերանը, լեզուն բարձրացնում ենք վերև, իջեցնում ներքև, որպեսզի կպնի վերևի շրթունքին և ներքևի շրթունքին, գնացինք, Սկզբում շատ դանդաղ ենք ճոճվում։ Լեզվի ծայրը փորձիր կպցնես վերևի շրթունքին, Լիա։ Ահա։ Հիմա փորձում ենք ավելի արագ, դե ինչ, մեզ հետ կրկնեք։ Քեզ դուր է գալիս, Լիա։ Ահա։ Հիմա մենք միասին տեսնում ենք մի մեծ ժամացույց, իսկ ժամացույցը ինչ ձայն ունի, Լիա, դու գիտես։ Տիկ-տակ, Շատ ապրես, հիմա ես ասում եմ տիկ-տակ, դու լեզուն կպցնում ես շրթունքի անկյունից անկյունը, գնացինք, տիկ-տակ, 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 կեցես, մի փոքր էլ կրյայով գնում է առաջ լեզուն, և տեսնում է ձի, նստում է ձին, դանդաղ քայլերով գնում է առաջ, փորձենք, այնուհետև արագ է գնում, հիմա փորձում ենք, ահա, այսպես արագ քայլերով գնալ առաջ, գնում է, ինչ է տեսնում, տղաները ֆուտբոլ
ֆուտբոլ են խաղում։ Ինքն էլ է ուզում ֆուտբոլ խաղալ։ Պատկերացնում ես, բերանի մեջ հիմա պետք է մենք գնդակ խաղանք։ Մի թուշիկից փոխանցենք գնդակը մյուս կողմ, կեցցես։ Բացում ենք բերանը, լեզուն հրում ենք դեպի այտը ներսի կողմից, սկզբում աջ, հետո ձախ կողմում։ Ահա, արի փորձենք։ Հիմա արի փորձենք արագ-արագ գնդակը գցել։ Ահա, կեցցես։ Շատ է գնում, հոգնում է և ծարավում, ինչ է անում, պետք է բարձրանա սարերի գագաթը, որպեսզի կարողանա ջուր հայթայթել, որովհետև ներքևում ջուր չկար, ինչ է անում, լեզուն, բարձրանում է սարերի գագաթը, իսկ սարերը դրանք մեր բերանի մեջ գտնվող, ինչերն են, ատամներն են, չէ լիա, հիմա երեխաներ, լեզուն սահեցնում ենք բոլոր ատամների վրայով, վերևից ներքև, ներքևից վերև, ահա այսպես։ Լիա, հիմա մենք փորձենք միասին անել, հետևի ատամներից սկսում ենք, բերում ենք առաջ, գնացինք։ Հիմա ներքևի ատամները ստորին։ Ահա, գտավ ջուր։ Նորից է ման գալիս։ Արի, ման է գալիս, որ գտնի։ Բոլոր ատամիկներին կպցրու, հա լեզուն լիա։ Ծայրը, լեզվի ծայրը, այ ապրես, շատ ապրես։ Հիմա վերևից ներքև, պատկերացրու, լվանում ենք ատամիկները։ Ահա, հանկարծ գտնում է մի մեծ բաժակ, հիմա փորձում ենք լեզուն հանել դուրս, մի փոքր բարձրացնում ենք ծայրը, որ այսպես կլորացնենք, հիմա ես անեմ, դուք ինձ հետ կրկնեք։ Կլորացնում ենք, որ փոսիկ ունենա, ջուրը լցնում ենք, դե լցրու, ջուր լցրու, ահա, կեցցես, հիմա պահում ենք լեզուն, մի հատ էլ խմենք ջուր, դե արի, փորձիր, լեզուն հանիր, պահիր, կլորացրու, եզրերը բացիր, մի փոքր կլորացրու, խմիր, խմում է և հանկարծ տեսնում է մի փոքրիկ նավակ, որը կանգնած էր, մոտենում է նստում է նավակը և տեսնում է նավակի մեջ շատ մուրաբա կա, դու ինչի մուրաբա ես սիրում ուտել, Ելակի, ահա, վերցնում է մի մեծ ելակի մուրաբա, վերցրու, ան, հիմա մուրաբան այ այսպես քսում ենք, այ վերևի շրթունքին, քսիր, և լեզվով փորձում ուտել, գնացինք, ահա, կեցցես լիա, ուտում է, բայց զգում է, որ դեռ սոված է, գնանք անտառ լիա, կրյան նստենք, թե ձին, որ արագ գնանք, ձին, գնացինք, նստեցինք ձին, արագ, գնում է անտառ, անձրևից հետո ինչն է դուրս գալիս, ծիածանը, իսկ ինչն է դուրս գալիս, որ կարող ենք քաղել, տապակել և ուտել, ստառով է սկսվում, սունկ, ահա, սունկ, հիմա փորձում ենք լեզվով սունկ ստանալ, լեզուն բարձրացնում ենք վերև, վերևի քիմքին, վերև տարնես, ահա, ես անեմ դու կրկնիր, ահա, մի քիչ հետ տար, և փորձիր բարձրացնել վերև, ահա այսպես, հավաքում է շատ սունկիկներ, դնում է զամբյուղի մեջ և նորից նստում է ձին, գնում է տուն, պատրաստում է բոլոր սունկիկները և ուտում, ուտելուց հետո հոգնում է և որոշում է քնել, ահա, քնում է, իսկ քնած ժամանակ լսվում է այսպիսի մի ձայն, դու քնիր լիա, քնիր, լսվում է այսպիսի մի ձայն,
Լիա։ Եվ այսպես քնում է մեր լեզուն։ Լեզվի մասին հեքիաթներ բազմաթիվ են երեխաներ։ Սիրելի ծնողներ, դուք կարող եք ձեր երեխաների համար այսպիսի մի լեզու պատրաստել եւ խաղալ, որպեսզի ձեր երեխաները շատ հնչյուններ կարողանան ավելի գեղեցիկ ասել, շատ վարժություններ, երբ նայեն այսպես լեզուն ինչպես է շարժվում, կկրկնեն եւ նրանց մոտ ավելի հեշտությամբ կստացվի, քանի որ վիզուալ կտեսնեն ինչպես է շարժվում լեզուն։ Ահա, այսքանն էր մեր հեքիաթը։ Այժմ ես եւ Լիան կխաղանք մի հետաքրքիր խաղ։ Այս խաղը առաջարկում ենք խաղալ դպրոցահասակ տարիքում առաջին, երկրորդ դասարանի երեխաների համար սա շատ հարմար խաղ է։ Խաղի համար մեզ անհրաժեշտ է թուղթ, որտեղ ես նկարել եմ մարդուկներ, ժպտացող մարդուկներ։ Այսպիսի կպչուն թղթեր եմ կպցրել, առանձին կտրատել եմ, գրել եմ բառեր, որտեղ որևէ հնչյուն ավելորդ է։ Մենք պետք է հասկանանք, որ հնչյունն է ավելորդ, կտրենք եւ հանենք։ Լիա, կարող ես ինձ օգնել։ Այո։ Հիմա բարձրաձայն, ասա ինչ է գրված եւ դու ինքդ որոշիր, թե որ հնչյուն։ Զանգո, ոն պիտի հանենք։ Հիմա արի հնչյուններով ասենք Զ, A, N, G, O։ Որ հնչյուններ ավելորդ։ O, Կեցես, որ բառը եղավ։ Զանգ, Զանգ։ Հիմա մկրատով փորձիր կտրել եւ հանել օտարը։ Կեցես։ Հիմա արի սա դնենք այստեղ։ Տեսնենք այս մարդուկի մազերին ինչ է։ բզատիկ, բան պետք է հանել։ Արի տառերով ասենք, որ բոլորին հեշտ է։ B, Z, A, T, I, G, Որ բառն է այստեղ թաքնված։ B, Որ բառը հնչյունը պիտի հանենք բն, բայց որ բառն է։ Z, A, T, I, G։ Ինչ բառ եղավ։ Զատիկ, Դե ան հանիր ավելորդ հնչյունը։ Կեցես։ Հիմա սա հնչյունները ասա։ Zero, Z, Z, I, R, O, իսկ այստեղ որ հնչյունը պետք է հանի։ Զրո, կեցես, դե հանիր։ Այսպես նույնպես կարող ենք, շատ լավ տարբերակ առաջարկեցիր մեզ։ Այստեղ երազ, երազը, ու, որն ենք հանում։ Ու հնչյունը հանիր։ Կեցես, իսկ այստեղ դմազ, դմազ, այդպիսի բառ ունենք։ Ոչ։ Չունենք։ դեմ պետք է հանել և մենք ստանանք մազ, Կեցես, դե հանիր։ Շատ լավ ես աշխատում, Լիա։ Այստեղ ինչ է։ Თ, ու, Զ, Խ, պիտի խն հանենք, որովհետև այդպեսի բառ չկա, Ճիշտ է, հանիր։ կստանանք թուզ, Շատ ապրես, շատ։ Տեսնում եք ինչ լավ է աշխատում Լիա։ Դուք էլ տանը կարող եք գրել այսպիսի բառեր եւ որոշել թե որ հնչյունն է այստեղ ավելորդ։ Հիմա մյուսը։ Լ, E, Z, I, ու, ում պետք է հանել, մենք որտև ավելորդ է, մենք Արի բարձրաձայն լեզու, ասենք։ Լ, E, Z, ու, Որն է ավելորդ ուրեմն։ Լ, Ին, եթե ուն հանենք ճիշտ չի լինի։ Հիմա քաշիր, կեցես։ Այստեղ ինչ է գրված։ S, G, A, Z, R, Ինչ բառ ունեցանք։ Սգազար, Ունենք այդպիսի բառ։ Ոչ։ Որ հնչյունը հանենք, Լիա։ Սն, Հանիր, տեսնենք ինչ բառ է մնում։ Կեցես։ գազար, Շատ ապրես։ Լիա, դու որի՞որ դասարանն ես սովորում։ Երկրորդ։ Երկրորդ դասարանի երեխաներին նույնպես փաստորեն այս խաղը շատ հետաքրքիր է եւ արդյունավետ։ Դուք տանը սիրելի ծնողներ կարող եք պատրաստել երեխաների համար եւ խաղալ։ Այսօրվա համար այսքանը։ Ձեզ հետ Լիլիթ Մամելյանն էր եւ Լիան։ Հաջողություն։